Հայաստանի քաղաքական դաշտում այսօր իրադարձությունները սրընթաց զարգացան, Անդրանիկ նիստն անցկացրեց 6-րդ գումարման ազգային ժողովը։ Առաջին նիստին ներկա էին Հանրապետության նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսը։ Նիստը մեկնարկեց Գարեգին II աղոթքով։ Փրկյա, ազատյա, հերևելի եւ աներևույթ ճշնամյաց, արժանավորյա գոհությամբ փառավորել, ըսկեզնթոր եւ ընծրփոք վույթ այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Իսկ Սերժ Սարգսյանը բավական ծավալուն շուրջ 1.5 ժամ տևողությամբ ելույթ ունեցավ, անդրադարձավ բազմաթիվ հարցերի, այդ թվում ընտրական գործընթացին, հատկապես ազգային ժողով անցած ուժերին հորդորեց մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները։ Պարլամենտական բանահյուսությանը միգուցե եւ բնորոշ են սրամտությունները, բառախաղերը, բայց ես հակված եմ այս ամբիոնից սուր, քննադատական, սակայն հիմնավորված, փաստարկված ելույթներ լսել, քաղաքական ճաշակ ու կողմնորոշում ձևավորող խոսք ունկնդրել։ Վստահ եմ, որ նման ելույթներ հնչեցնելու կարողություն ունեցող պատգամավորների պակաս այս դահլիճում չկա։ Նախագահի ելույթում մեծ բաժին նվիրված էր տնտեսական ծրագրերին, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանը հույս ունի բավական հավակնոտ ցուցանիշներ արձանագրել առաջիկա շուրջ 20 տարիներին։ Մասնավորապես մինչև 2040 թվականը նախատեսում է մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն $3500-ից հասցնել $15000։ Զարգացած տնտեսություն ունեցող երկիր դառնալու համար նախագահի համոզմամբ շուկայի փոքրությունը խոչընդոտ չէ։ Անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, որ հայերիս համար ավելի դյուրին է հասնել հաջողությունների օտար երկրներում, քան Հայաստանում։ Այո, անհամեմատ դժվար է մեզ համար մրցել միմյանց հետ, քան օտարների, բայց դա ոչ թե խոչընդոտ պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլ էական խթան եւ նախապայման։ Տնտեսական զարգացումը պետք է բերի նաև ժողովրդագրական աճի, մասնավորապես նախագահը հույս ունի մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի, հիմնականում աղքատությունը կրճատելու ճանապարհով։ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում ներկա չէին ելքխմբակցության պատգամավորները, նրանք ցուցադրաբար դահլիճ մտան միայն նախագահի հեռանալուց հետո։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն Անդրանիկ նիստը վարում էր տարիքով ամենամեծ պատգամավորը։ Այս դեպքում ազգային փոքրամասնությունների ցուցակով խորհրդարան անցած ազգությամբ քուրդ կնյազ Հասանովն էր։ Ազգային ժողովի խոսնակի պարտականությունների կատարումը նրան ակնհայտորեն հեշտությամբ չէր տրվում։ Նա անընդհատ դիմում էր ավելի փորձառուների օգնությանը։ Կնյազ Հասանովի համար առաջին խնդիրը ստեղծեց Նիկոլ Փաշինյանը, որը հենց նիստի մեկնարկին հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողովում ելքը պետք է ունենա ոչ թե մեկ, այլ երկու ներկայացուցիչ։ Հասանովը խոճապի մատնվեց, նրան օգնության հասավ Փաշինյանի հետ ազգային ժողովում մարտնչելու մեծ փորձ ունեցող Էդուարդ Շարմազանովը։ Ես խնդրում եմ ձեզ դրեք առաջին առաջարկը քվեարկության, ինչ որ դուք հայտարարեցիք, այնուհետև պարոն Փաշինյանի առաջարկը։ Հետևաբար, եթե առաջին առաջարկությունը հասնում է, պարոն Փաշինյանի առաջարկությունը դնել քվեարկության, դրանից դուք կարող եք դնել։ Հիմա դուք դնում եք առաջինը այն առաջարկը, որ ընթերցեցիք, դրանից հետո խնդրում եմ պարոն Փաշինյանի առաջարկը, որևէ խնդրեմ չկա։ Խնդրում եմ քվեարկել։ Կներեք, որ առաջին անգամն է, կներեք։ Բասմա չէ։ Քվեարկություն։ Որը։ Հիմա գրանցված է 100 հոգի, կողմ 10, դեմ 0, ձեռնպահ 3։ Որոշումը չի ընդունվում։ Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգի առաջին հարցը նախագահի ընտրությունն էր։ Տեխնացու առաջադրեցին միայն հանրապետականն ու ելքը։ Առաջինը Արա Բաբլոյանին, երկրորդը Էդմոն Մարուքյանին։ Տեխնացուների ելույթից հետո պատգամավորները նրանց հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան։ Էդմոն Մարուքյանը մրցակցից հետաքրքրվեց, թե ինչպես է պայքարելու ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների դեմ։ Հարցը Բաբլոյանին անկեղծության մղեց։ Ես կարող եմ խոստովանեմ, որ եղել է դեպք, որ ինքս քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրել ամբողջ հանրության առջև եւ գտնում եմ, որ դա ճիշտ չէ քվեարկել ուրիշի փոխարեն։ Մարուքյանին նույնպես իր անցյալը հիշեցրին, ժամանակին նա առաջարկում էր, որ բոլոր պատգամավորները զենք կրելու իրավունք ունենան։ Մարուքյանը չհրաժարվեց։ Այո, առաջարկել եմ, բայց նաև ասել եմ, որ շատ պատգամավորներ առանց այդ էլ արդեն իսկ զենքով են մտնում խորհրդարան։ Երբ որ ընդդիմադիր պատգամավոր պարոն Մանուկյանը իր շքամուտքում ծեծի էր ենթարկվում, այդ ժամանակ կարծում եմ նրա զենք կրելու իրավունքն ու հնարավորությունը
որոշակի արգելք կհանդիսանար այն անձի կողմից ոտնձգություն իրացնելու համար, եւ նա մեկ անգամ ավել կմտածեր, արժե գնալ падգամավորի շքամուտքում սպասել եւ նրան հարվածել, թե չարժե։ Հարցուպատասխանից հետո արդեն միջանցքում մեկնարկեց ազգային ժողովի նախագահի փակ գաղտնի քվեարկությունը։ Քվեարկության արդյունքում ձայների 88 կողմ 12 դեմ հարաբերակցությամբ ազգային ժողովի նախագահ ընտրվեց առողջապահության նախկին նախարար, մասնագիտությամբ մանկաբույժ Արա Բաբլոյանը։ Թույլ տվեք բոլորի տանունից շնորհավորել պարոն Արա Բաբլոյանին ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ձայնը տրվում է ազգային ժողովի նախագահ պարոն Բաբլոյանին։ Մարուքյանի ձայների թվերը նույնն էին հակառակ հարաբերակցությամբ 88 դեմ եւ 12 կողմ։ Նիկոլ Փաշինյանի մոտ սա հարցեր առաջացրել։ Նա Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե եթե Ծառուկյան դաշինքն իրեն ընդդիմություն է հռչակել, ինչպես ստացվեց, որ Մարուքյանի օգտին ընդամենը 12 падգամավոր է քվեարկել։ Ծառուկյան դաշինքը ուրեմն քննարկել է այս խնդիրը եւ ընդունել է քաղաքական որոշում թողնել ազատ, այսինքն յուրաքանչյուրը քվեարկում է խղճի մթոք։ Տարօրինակ եւ ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի հանրապետական իշխող կուսակցություն եւ ոչ թե ընդհակառակ։ Ազգային ժողովի նորընտիր նախագահն իր պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո անցավ փոխնախագահների ընտրությանը։ Նոր սահմանադրության համաձայն ազգային ժողովը պետք է ունենա 3 փոխնախագահ, նախկին 2-ի փոխարեն, որոնցից մեկը պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի։ ՀՀԿ-ն առաջարկեց Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները, ընդդիմության թեկնածուն Ծառուկյան դաշինքից Միքայել Մելքումյանն էր։ Թեկնածուների ելույթներից ամենահին շարժանը Շարմազանովի ձոնն էր, նվիրված ազգային ժողովի նախկին ղեկավարությանը։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր կողմից շատ սիրված Գալուս Գրիգորիչին, պարոն Սահակյան։ Շատ շնորհակալ եմ ձեզ այն ամենի համար, որ այս տարիների ընթացքում աշխատել ենք միասին, դուք եղել եք ու կաք պարլամենտական հանդուրժողականության, համերաշխության մարմնավորումներից մեկը ինձ համար։ Ես ձեզ ցանկանում եմ բեռնավոր աշխատանք եւ կարծում եմ, որ պետք է միած ծափարեն Գալուս Գրիգորիչին։ Գալուս Գրիգորիչ, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ իմ շատ սիրելի տիկին Հերմինեին, տիկին Նաղդալյան, շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ միասին ածվանկա, դասվանկա 5 տարի աշխատել նախագահությունում։ Եղել են շատ դժվար, շատ բարդ ժամանակներ, բայց մենք միասին կարողացել ենք կարծում եմ պատվով դուրս գալ այդ բոլոր փորձություններից։ Սակայն գործը քվեարկության չհասավ, առաջին իսկ նիստի օրը ազգային ժողովի նորընտիր նախագահը փորձեց խախտել կանոնակարգ օրենքը եւ առաջարկեց առանց այս հարցը ավարտին հասցնելու անցնել օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը։ Նաիրա Զոհրաբյանն ընդվզեց Բաբլոյանին կրկին օգնության հասան վետերանները։ Ինձ համար անկեղծ ասած հասկանալի չէ, թե ինչու 40 րոպեն բավարար չէր այս հարցի փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու համար։ Շնորհակալ եմ։ 40 րոպեն լրիվ բավարարում է, կան տեխնիկական խնդիրներ, 300 քվեատերտիկ պետք է կնիկվի։ Դրանից հետո 40-ից 45 րոպե պետք է հետևի քվեարկությանը, որից 15 րոպե մինիմում պետք է հաշվարկելու համար, որից հետո հանձնաժողովի նախագահը 5 րոպե պետք է զեկուցի։ Ժամը 10:00-ին մենք պարտավոր ենք նիստը փակելու։ Սա այն դեպքն է, որ ընդդիմության հետ անհնար է չհամաձայնել, քանի որ տիկին Զոհրաբյանն ասում է իրականությունը, ազգային ժողով կանոնակարգ օրենքը պահանջում է, որպեսզի մենք ավարտենք այս հարցը իր ողջ փուլով, նոր անդրադառնանք արդեն հաջորդ հարցին։ Շնորհակալություն, նիստը ավարտված է։ Փոխնախագահների թեկնածուների քվեարկությունը տեղի կունենա հաջորդ նիստին։ Իսկ մինչ այդ բաց է մնացել Ծառուկյան դաշինքի ըմբոստացած падգամավորների մանդատների հարցը։ Այսօր բոլորը բացի Խաչիկ Մանուկյանից ազգային ժողով էին եկել, ասես ոչինչ չի պատահել։ Նախորդին Ծառուկյանը հանդիպել է խմբակցության падգամավորների հետ։ Հրապարակված տեսանյութում ըմբոստացած падգամավորների տոնն արմատապես տարբեր էր այն օրվանից, երբ նրանք կենտրոնական ընտրական հանձնաժողով էին գնացել ինքնաբացարկի դիմումները հետ վերցնելու եւ պնդում էին, որ իրենք տեղյակ չեն եղել, ինչ փաստաթուղթ են ստորագրել։ Գրեթե բոլորը հայտարարել են, որ իրենց կամքով են հրաժարվել մանդատներից եւ հիմա էլ, եթե Ծառուկյանը ցանկանա, պատրաստ են հրաժարվել։ Այդ падգամավորների ճակատագրի մասին լրագրողների հարցին Գագիկ Ծառուկյանն այսօր ազգային ժողովում նույնպես հստակ պատասխան չի տվել։ Շատ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք, ես ուզում հասկանալ ձեր ուզածը ինչ է։ Ինչու ստիպեցիք, որպեսզի վար դնեն մանդատները։ Այսօր դեռ չեն կարող վար դնել, մենք ասած ենք կապակցությամբ քննարկենք, դա բոլորը մեր թիմակիցներ են, մեր հետ աշխատել են, ճանապարհ են անցել։
Օրենքի համաձայն ազգային ժողովի Անդրանիկ նիստի օրը Հայաստանի կառավարությունը հրաժարական տվեց նախագահնել ընդունեց։ Ժամեր անց սակայն չսպասելով 10-օրյա ժամկետի լրանալուն, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը վերանշանակեց Կարեն Կարապետյանին։ Վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում կնշանակվեն նաև նոր կառավարության անդամները, եւս 20 օրվա ընթացքում կհաստատվի կառավարության ծրագիրը։ Վալերի Պերմյակովին այսօր փոխանցել են Ռուսաստանին տեղեկությունը տարածել է Հայաստանի արդարադատության նախարարությունը եւ հիշեցրել, որ Ռուսաստանը ճանաչել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը։ Ռուսական կողմը երաշխավորել է, որ ՑՄՀ ազատազրկման դատապարտված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Պերմյակովի դատավճիռը անվերապահորեն եւ լիովին կկատարվի։ Հիշեցնենք, որ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղավոր է ճանաչվել եւ ՑՄՀ ազատազրկման դատապարտվել 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետեսյանների տուն ներխուժելու եւ ընտանիքի 7 անդամներին սպանելու համար, այդ թվում 2 երեխայի։ Պերմյակովին հայտնաբերել են Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում։ Ռուսական կայազորային դատարանն իր հերթին զինծառայողին 10 տարվա ազատազրկման է դատապարտել դասալքության մեղադրանքով։ Հայկական որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն էլ Պերմյակովին փոխանակելու են Ռուսաստանում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ։ Ռուսական Պոդոլսկում Հարությունյանի վարած բեռնատարի եւ ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական դիրքում 3 մահացած հայտնաբերված Գրիշա Կարապետյանը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգով։ Նախնական տվյալներով նա ինքնասպան է եղել։ Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ 34-ամյա Գրիշա Կարապետյանը Վարդենիսի բնակիչ էր, ամուսնացած էր 2 անչափահաս երեխաների հայր։ Նրան մահացած են հայտնաբերել 3 առավոտյան։ Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել, փրկարարներն հազանգ են ստացել, որ բնակիչը չի պատասխանում դրանթակոսներին ու հեռախոսազանգերին։ Բացել են դուռն ու 23-ամյա Արթուր Հարությունյանին սպանված գտել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա սուր կտրող ծակող եւ բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր կան։ Սպանվածին տանը մենակ են գտել քույրն ու մայրը Երևանում են եղել։ Բնակարանում գույքը տեղաշարժված է եղել, դարակների եւ պահարանների իրերը գետնին թափված։ Արթուր Հարությունյանի դին գտել են խոհանոցի հատակին, գլխի շրջանում վնասվածքներով։ Շնորհակալություն, պարոն Շնորհակալություն, պարոն Մարուկյան, կարող եք նստել։ Մայիսի 18-ին արտարժույթի շուկայում իրավիճակը նույնն է մնացել, դոլարը թուլացել է, եվրոն ամրապնդել դիրքերը։ Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը 537, ռուբլունը 8 դրամ 35 լումա, ֆունտինը 630 դրամ։ Մայիսի 19-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ առանձին վայրերում կարկուտ։ Երևանում նույնպես վաղը կարճատև տեղումներ են սպասվում։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 12-ից 14, ցերեկը 26-ից 28 աստիճան տաքություն։